Բարով ձեզ սիրելի հետևորդներ։ Ընդհանրապես մարդը լինելով թույլ եւ անկատար միշտ էլ ենթակա է վախերի, կրքերի, հիվանդությունների ու տարբեր մոլորությունների մեջ ընկնելու։ Երբ մարդը գտնվում է վախի մեջ, հայտնվում է անօգնական վիճակում, սկսում է չվստահել, չարանալ, չհասկանալ, որ այդ ինչ է կատարվում։ Վախը բռնում է նրան, սկսում է կառավարել, նրա ամեն ինչը, մտքերը, գործերը, ամեն ինչը։ Մարդը սկսում է տանջվել, տառապել, չհասկանալով իր ապրելու ձևը։ Աստծուն դիմելու փոխարեն մարդը տառապում է։ Վախը անհամատեղելի է Աստծո հանդեպ ունեցած հավատքի եւ վստահության դեմ։ Եթե մարդը վստահում, հավատում վստահում է Աստծուն, նա չի վախենում։ Նա վախենում է միայն մի բանից, Աստծուն չկորցնելուց։ Քրիստոնյայի համար ընդհանրապես, եթե մարդը հավատում է Աստծուն, վստահում է Աստծուն եւ աղոթք է անում, նա չի վախենում ընդհանրապես, որովհետեւ գիտի Աստված իր կողքը կանգնած է։ Առանց Աստծո կամքի ոչ մի բան չի լինի նրա հետ։ Դրա համար ձեր վախերի ժամանակ ոչ թե վախեցեք, Աստված ձեր կողքին կանգնած է, դիմեք Աստծուն, թող օգնի ձեզ։ Աղոթք կարեք, Տեր Աստված օգնիր ինձ, Տեր Աստված ներիր ինձ, Տեր Աստված ողորմիր ինձ, տարբեր աղոթքներ կա, որ ուզում եք դա էլ արեք։ Մի վախեցեք, Աստված ձեր կողքին է։ Այդ մտքերը չարից են գալի։ Դրանք իրականացվող մտքերը չեն։ Ցրեք աղոթքով այդ մտքերը, կտեսնեք, որ ամեն ինչ անցավ գնաց, խաղաղվեք։ Սովորեք վստահել, հավատալ եւ վստահել Աստծուն։ Սուրբ գիրք կարդացեք, սաղմոսներ կարդացեք, մասնակցեք եկեղեցական արարողություններին, սուրբ պատարակներին, ժամերգություններին, ընդհանրական աղոթքներին։ Վախ մի պահեք ձեր մեջ, վախը սարսափելի բան է, եթե նա երկար մնում է մարդու մեջ, առաջացնում է տարբեր հիվանդություններ։ Վստահեք Աստծուն, մի վախեցեք, աղոթք արեք, Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։